Չորեքշաբթի օրվա աղոթք ուղղված երկնավոր հորը։ Երանելի Հովհաննես Գառնեցու կողմից ասված. Երկնքի անմար լուսատուների արարիչ և աշխարհի ամենիմաստ ճարտարապետ, դու այսօր երկնի հաստատությունում դասավորեցիր լուսատուները, Արեգակը, Լուսինը և աստղերի պարսը նշանների, ժամանակների, օրերի և տարիների համար: Արդ աղաչում եմ քեզ, Աստված կենարար: Հոգեցիր շնորհներիդ հաճելի պարգևներով շարժիր միտքս ու կամքս ամբողջ սրտով քեզ սիրելու համար և ուղղիր ընթացքս քո անհերքելի զորությամբ, հրամանների ճանապարհով անխոտոր գնալու համար: Կապված եմ հանցանքների շղթայով, որից անհնար է ազատվել, ազատիր ինձ մեղավորից: Գաղտնի որսողի կորստյան աղբի մեջ ընկած ցնորվում եմ, հանիր ինձ բարեգութ: Չար գործերով կապված եմ անելանելի խավարում, հանիր ինձ խնամակալ և շնորհներովդ լուսավորելով տուր ինձ անվախճան կյանքի ազատություն: Դու ես իմ հույսն ու ապավենը, դու ես իմ փրկությունը և քեզ սպասում է հուսով ամենամեղանձն իմ: Քեզ մարդասեր փափագում է հոգիս, ինչպես եղջերուն աղբյուրի ջրին: Ծարավի եմ ողորմությանդ, հագեցրու ինձ: Սովատանջ կերակրվում եմ խոզերի կերակրատաշտից, երկնավոր հացդ ուղարկիր ինձ: Մեղքերի և մահվան դառնության մրուրից արբած տանջվում եմ չարաչար: Կենաց բաժակդ մատուցիր ինձ: Մահվան իշխանի անգութ ավազակներից մերկացված դողում եմ, խնամքիդ զգեստներով ծածկիր ինձ: Աներևույթ թշնամու թունավոր նետով վիրավորված եմ, բժշկիր վերքն իմ: Եվ քեզ դիմող ապերախտ ծառայիս արժանի արա երկնային հարսանյաց տանը և անմահական սեղանին, ընկերակցելու նրանց, որոնք սիրեցին քեզ ամբողջ սրտով և հետևեցին պատվիրաններիդ, որպեսզի նրանց հետ փառաբանեմ ամենագութ մարդասիրությունդ, հավիտյանս հավիտենից, ամեն: